պատրաստում ենք նախաճաշ։ Կարող ես ճարտել։ Հա։ Մայրիկի ուղղորդման փոքրիկ բլոգեր Նատալին հերթական բաղադրատոմսն է պատրաստում։ Դստեր նախաձեռնողականությունը չնկատելն անհնար էր։ Յուրաքանչյուր նոր բաղադրատոմս նրա համար նոր փորձառություն է, որը զարգացնում է ստեղծագործական միտքն ու ինքնուրույնությունը։ Բլոգ վարելու միտքը արդեն երկրորդ անգամ եմ իրագործում, սկզբում մենակ էի որպես ապագա մայրիկ, երբ Նատալին արդեն մեծացավ, նկատեցի, որ իր հետ շատ հետաքրքիր է անցնում էր ժամանցը։ Իրեն հետաքրքրում են այնպիսի բաներ, որոնք ճիշտն ասած մեզ համար զարմանալի են։ Այդ տարիքի երեխային դրանք հետաքրքիր են եւ մինչ այսօր նա միշտ ասում է եկեք կարդանք, եկեք խաղանք, եկեք ինքն է առաջարկում, մենք ինչ անենք, այդ զբաղվածությունը ինքն է մեզ առաջարկում։ Արդեն 8 ամիս է բլոգի ուղղվածությունը խոհարարական է, բայց պարտադիր չէ, որ Նատալին ապագայում դառնա խոհարար, ժպիտով ասում է մայրիկը։ Երեխայի մասնակցության բլոգ վարելը բազում նրբություններ ունի։ Նատալիի տրամադրությունն ու հարմարավետությունը Միլենայի համար առաջնային են։ Նկարահանում են միայն այն ժամանակ, երբ երեխան ցանկանում է։ Վերջին շրջանում դադարեցրեցինք մի պահ բլոգի վարումը, որովհետև Նատալին համեմատաբար փոքրիկ էր եւ երբ դրսում իրեն տեսնում էին անընդհատ խոսեցնում էին, այսօր ինչ ես պատրաստել, մենք տեսնում ենք քեզ, հետևում ենք, սիրում ենք եւ իր դեմքի արտահայտությունից ես նկատում եմ, որ դա իրեն մոլորեցնում է եւ ինքը իրեն լավ չի զգում։ Երբ շրջապատում բոլորը իրեն անընդհատ ուշադրություն են դարձնում, բայց վերջին շրջանում մի պահ հենց ինքը եկավ ասեց, նկարի պատրաստում եմ։ Ու արդեն երբ իրեն դրսում ասում են, ինքը տեղյակ է, ես նաև իրեն բացատրեցի, ցույց տվեցի, հեռախոսով ցույց տվեցի, տես ես քեզ նկարում եմ, տես հիմա հոլովակը քո պատրաստ է, մենք միասին նայեցինք ու ասեցի, գիտես, էլի մարդիկ կան, որոնք տեսնում են քեզ։ Ու արդեն դրանից հետո երբ իրեն խոսեցնում են, ինքը հասկանում է ինչի մասին է խոսքը եւ ավելի խաղաղ է իրեն զգում։ Ավելի քան 3500 հետևորդ ունեցող Նատալիի էջում մայրիկը փորձում է ներկայացնել նաև երեխաների առօրյան, խնամքն ու ժամանցը։ Բալիկների մեծանալուն զուգահեռ թե ինչպես կփոխվի բլոգի ուղղվածությունը, այս պահին Միլենան դժվարանում է ասել, բայց մի բան հաստատ է. այն շարունակելու է ներկայացնել ընտանիքի ջերմ պահերն ու անկեղծ հույզերը։ Այսօր Թաուն Կապանը որոշել է զբոսնի Կապանի փողոցներով։ Գաբրիելին եւ Մանեին նույնպես շատերն են ճանաչում։ Կապանի գյուղերի մասին պատմող, սկզբում սիրողական, իսկ այսօր արդեն պարբերական դարձած նրանց հաղորդաշարը շատ է սիրվել։ Գաղափարը ստեղծվեց, երբ մենք հրավիրված էինք Խոտանան գյուղ, Գաբրիելը այնտեղ պիտի երգեր, ինձ էլ հրավիրել էին։ Գնացինք եւ ինչու ոչ որոշեցինք նկարել։ Տեղադրեցինք համացանցում միանգամից բարձր արձագանքներ ու հասկացանք, որ ժողովուրդը ունի այդ պահանջը, քանի որ մեզ ոչ միայն հետևում են Սյունիքում, մասնավորապես Կապանում, այլ նաև սահմաններից դուրս։ Մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց Գյուղ Նորաշենիկ։ Այո։ Թաուն Կապանի հաղորդումները առանձնանում են անմիջականությամբ եւ ոչ սցենարային մոտեցմամբ, ինչի շնորհիվ էլ արժանացել են բազմաթիվ դիտողների համակրանքին։ Մոտ 4 տասնյակ գյուղեր են արդեն հասցրել լուսաբանել, շուրջ 10-ին էլ դեռ կանդրադառնան։ Սկզբից երբ մենք նկարանեցինք մեր գյուղերը, ասենց սիրողական նկարանեցինք, տեղադրեցինք, բայց երբ որ հասկացանք դիտումները գնում ավելի, մենք սկսեցինք կարևորել մեր նյութը եւ արդեն անդրադարձանք նաև պատմությանը, ճիշտ պատմություն մենք ներկայացնենք Գրիշա Սմբատյանի հետ միանշանակ քննարկում ենք, իսկ հիմնական կետերը, որ մենք մտնում ենք գյուղ, ինչը պետք է նկարանենք, գյուղացուն, եթե գյուղում եկեղեցի կա, եկեղեցին, Ձախ կողմով գնում ենք այն գյուղը, որը որ պիտի բացահայտենք։ Ընկերների ստեղծագործական զույգից յուրաքանչյուրը նաև անձնական բլոգ է վարում, որտեղ լուսաբանում են իրենց հիմնական մասնագիտության առօրյան եւ ոչ միայն։ Ապագայի ծրագրեր նույնպես ունեն, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնում։
Անձնականը երբեք չեմ սիրում լուսաբանել, բայց այն ինչը որ գործնական է, ինչը որ կարիերայի մեջ է, դրանք միանշանակ համագործակցությունների առաջարկներ շատ եմ ստանում տարբեր ասպարեզներում, թե երգ, թե հանդիսավարություն, թե ինչ որ գովազդի մեջ։ Բլոգինգը որպես այդպիսին փոքր քաղաքում մի քիչ դժվար է, քանի որ այստեղ բոլորս իրար ճանաչում ենք, շատերը շփոթվում են ուրիշի ներկայությունից, մի խոսքով մի քիչ դժվար է փոքր քաղաքում, բայց ես անկաշկան տեսակ եմ։ Բլոգինգի մեջ ներգրավել եմ աշխատանքս, ընտանիքիս անդամներին, տատիկիս, այն ինչ մեզ շրջապատում է շատ գեղեցիկ է եւ ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներսում ունենա մի փոքրիկ աշխարհ, որը պարտավոր է ցուցադրել հասարակությանը։ Հունիսի 14-ին նշվում է բլոգերների միջազգային օրը։ Այս օրը եւս մեկ առիթ է արժևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց ստեղծած բովանդակությամբ տեղեկացնում, կրթում եւ ոգեշնչում են հանրությանը։ Իսկ փոքրիկ բլոգերների օրինակները ցույց են տալիս, որ հետաքրքիր գաղափարներն ու յուրահատուկ մոտեցումները տարիք չեն ճանաչում։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։